Բարև ձեզ։ Այսօր մենք պատրաստվում ենք բացահայտել 20-րդ դարի ամենաառասպելական պատմություններից մեկը։ Պատկերացրեք մի մարդու, ում ձեռքի ափի մեջ ժանտախտի մահացու բակտերիաները վայրկյանների ընթացքում պարզապես ոչնչանում էին։ Մարդ, ով հաջողակ բիզնեսմենից և միլիոնատիրոջից դարձավ մի հոգևոր հսկա, ում աղոթքի շնորհիվ մի ամբողջ քաղաք հայտարարվեց աշխարհի ամենաառողջ վայրը։ Սա Ջոն Լեյքի պատմությունն է։ Ջոն Լեյքը ծնվել է 1870 թվականին Կանադայում, բայց նրա մանկությունը հեռու էր երջանիկ լինելուց։ Նրա ընտանիքը կարծես հիվանդությունների թիրախ լիներ։ Պատկերացրեք 16 երեխաներից 8-ը մահացել էին հիվանդություններից։ Լեյքը հետագայում հիշում էր, որ իրենց տունը միշտ հիվանդության հոտ էր փչում, և նրանք մշտապես սև սգո ժապավեններ էին կրում։ Այս դառնությունը նրա մեջ ձևավորեց մի անկասելի ատելություն հիվանդության հանդեպ։ Նա հաճախ էր մեջբերում Աստվածաշունչը, մասնավորապես Գործք առաքելոց 10:38 համարը, որտեղ ասվում է, թե ինչպես Աստված օծեց Հիսուս Նազովրեցուն Սուրբ Հոգով և զորությամբ, որը շրջում էր և բժշկում բոլորին, ովքեր չարչարվում էին սատանայից։ Չնայած այս ամենին, Լեյքը փայլուն գործարար էր։ Նա հիմնեց սեփական ապահովագրական ընկերությունը և անշարժ գույքի բիզնեսը։ Նա վաստակում էր ամսական մոտ $2500, ինչը 1900-ականների սկզբին հսկայական կարողություն էր, բայց ոչ մի փող չէր կարող փրկել նրա կնոջը Ջեննիին, ով տառապում էր թոքախտից և սրտի անբավարարությունից։ Բժիշկներն ասել էին հույս չկա։ Հենց այդ օրերին Լեյքը կարդաց Աստվածաշնչի այն հատվածը, որտեղ Հիսուսը քայլում էր և բժշկում բոլորին։ Նա կապ հաստատեց հայտնի քարոզիչ Ջոն Ալեքսանդր Դոուիի հետ, և երբ նրանք միասին աղոթեցին, Ջեննին ակնթարթորեն բժշկվեց։ Այդ օրը Ջոն Լեյքը հասկացավ իր կոչումը։ Նա վաճառեց իր բիզնեսը, բաժանեց ողջ փողը և մեկնեց Հարավային Աֆրիկա առանց որևէ կազմակերպության աջակցության, գրպանում ունենալով ընդամենը մի քանի $։ Աֆրիկայում նրա ծառայությունը պարզապես ցնցող էր։ Երբ բուբոնային ժանտախտի համաճարակը սկսեց կոտորել մարդկանց, բոլորը սարսափած փախչում էին։ Լեյքը, սակայն, մտնում էր տնակները, թաղում մահացածներին և խնամում հիվանդներին առանց որևէ դիմակի կամ պաշտպանիչ միջոցի։ Տեղի բժիշկները չէին հավատում իրենց աչքերին։ Նրանք հարցրին. «Պարոն Լեյք, ինչպես է պատահում, որ դուք չեք վարակվում»։ Լեյքը պատասխանեց. «Իմ մեջ գործում է կյանքի օրենքը, որն ավելի զորեղ է, քան մահվան օրենքը»։ Նա առաջարկեց գիտական փորձ անել։ Նա խնդրեց բժիշկներին վերցնել մահացած մարդու թոքերից ժանտախտի թարմ, կենդանի բակտերիաներ և դնել իր ափի մեջ։ Մանրադիտակի տակ բժիշկները տեսան մի անհավանական բան։ Հենց բակտերիաները հպվում էին Լեյքի մաշկին, նրանք ակնթարթորեն մահանում էին։ Սա գիտականորեն անբացատրելի էր, բայց փաստ էր։ Նա հղում էր անում Աստվածաշնչին, Սաղմոս 91-ին, որտեղ ասվում է. «Քո կողմից 1000 հոգի կընկնեն և 10,000 հոգի քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա»։ 1915 թվականին Լեյքը վերադարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հաստատվեց Սպոքեյն քաղաքում։ Այստեղ նա բացեց իր հայտնի բժշկության սենյակները։ Նա չէր ուզում, որ մարդիկ կախված լինեն միայն իրենից, ուստի սկսեց մարզել հասարակ մարդկանց, սովորեցնելով նրանց աղոթել հիվանդների համար։ Վկայությունները հորդում էին ամեն կողմից։ Մի կին, ում արգանդի քաղցկեղը վերջին փուլում էր, աղոթքից հետո լիովին առողջացավ, և բժիշկները ստիպված էին ընդունել, որ քաղցկեղը պարզապես անհետացել է։ Մեկ այլ դեպքում մի տղամարդ, ով 15 տարի կուրացած էր աշխատանքային դժբախտ պատահարից, Լեյքի աղոթքի ժամանակ սկսեց տեսնել լույսը, իսկ հաջորդ օրը նրա տեսողությունը լիովին վերականգնվեց։ Վկայությունները գնալով ավելանում էին։ Մի օր Լեյքի մոտ բերեցին մի աղջկա, ում ողնաշարը լիովին ծռված էր և կոտրված։ Աղոթքի ժամանակ ականատեսները լսեցին ոսկորների ճռճռոցը, և աղջիկը բոլորի աչքի առաջ ուղղվեց ու սկսեց քայլել։ Մեկ այլ տղամարդ, ով տառապում էր ծանր ռևմատիզմից և տարիներ շարունակ գանված էր անկողնում, աղոթքից հետո ոչ միայն վեր կացավ, այլև վազեց շենքի շուրջը։ Լեյքը հավատում էր Աստվածաշնչի Մարկոս 16:18 խոսքին. «Հիվանդների վրա ձեռքեր պիտի դնեն և նրանք պիտի առողջանան»։ Այս ամենի արդյունքում 1915-ից 1920 թվականներին Սպոքեյնում գրանցվեց ավելի քան 100,000 պաշտոնական բժշկություն։ Քաղաքի հիվանդանոցները սկսեցին դատարկվել, իսկ քաղաքապետը հայտարարեց, որ Սպոքեյնը պաշտոնապես աշխարհի ամենաառողջ քաղաքն է։ Նույնիսկ տեղի թերթերը լի էին բժշկական եզրակացություններով, որոնք հաստատում էին հրաշքները։ Լեյքը միշտ ասում էր. «Բժշկությունը հոգևոր գիտություն է»։ Լեյքի վկայություններից մեկը պատմում է մի տղայի մասին, ում ոտքը պետք է անդամահատեին գանգրենայի պատճառով,
Լեյքը մտավ հիվանդասենյակ, դրեց ձեռքերը տղայի ոտքին և սկսեց աղոթել։ Մի քանի ժամ անց սևացած մաշկը սկսեց բացվել, արյան շրջանառությունը վերականգնվեց, և 3 օր անց տղան դուրս գրվեց հիվանդանոցից իր սեփական ոտքերով։ Նա նաև բժշկեց մի մարդու, ում գլուխը ծանր վնասվածք էր ստացել, և բժիշկները հեռացրել էին գանգի մի մասը։ Աղոթքից հետո մարդը ոչ միայն բժշկվեց, այլև նրա գանգի ոսկորը հրաշքով սկսեց վերականգնվել։ Ջոն Լեյքը մահացավ 1935 թվականին, բայց նրա թողած ժառանգությունն ապրում է մինչ օրս։ Այսօր աշխարհում կան հազարավոր բժշկության սենյակներ, որոնք աշխատում են նրա սկզբունքներով։ Նրա կյանքը ապացույց էր այն բանի, որ հավատքը ոչ թե պարզապես կրոնական զգացողություն է, այլ կոնկրետ, գործնական ուժ, որը կարող է հաղթել նույնիսկ մահվանը։